Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Ֆրանսուଆ Օլանդի և Սերժ Սարգսյանի գրեթե 1 ժամ տևած հանդիպման ամենակարևոր հարցը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն էր։ Հանդիպումից հետո լրագրողների համար արած հայտարարության ժամանակ փոխանցեց Ֆրանսիայի նախագահ Օլանդը։ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիան ամեն ինչ կանի, որ բանակցությունները ավարտին մոտենան, ինչպես գիտեք, բանակցությունները կասեցվել էին, հիմա վերսկսվել են։ Օլանդը շեշտեց, որ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը միջնորդ Ֆրանսիան մադրիդյան սկզբունքների շրջանակներում է տեսնում։ Ասաց, որ Սերժ Սարգսյանի հետ խոսել են նաև միջազգային զարգացումներից Իրանի շուրջ ծավալված քննարկմանը նախագահ Օլանդը չանդրադարձավ, միայն ասաց, որ հույս ունի Հայաստանի նախագահը տեղ կհասցնի հանդիպման ընթացքում փոխանցված մեսիջները։ Իսկ Սիրիայի հարցում, ասաց նախագահ Օլանդը, հասկանալով Հայաստանի զգուշավորությունը, կարծում ենք, որ այդ երկրում պետք է իշխանափոխություն տեղի ունենա։ Հատուկ շնորհակալություն Ֆրանսիայի իշխանություններին եւ ժողովրդին Հայոց ցեղասպանության հարցը ուշադրության կենտրոնում պահելու եւ այդ գործում սկզբունքային լինելու համար, իր խոսքում ասաց Սերժ Սարգսյանը։ Եվ Ֆրանսիայի նախագահը, որը Հայոց ցեղասպանության ժխտման համար պատիժ սահմանելը իր նախընտրական թեզերից մեկն էր դարձել, խոստացել էր, որ օրինագիծը նոր տեսքով ազգային ժողով կմտցնի։ Սակայն այսօր ոչ նախագահներ Օլանդը, ոչ էլ Սարգսյանը այդ հարցում արձանագրված առաջընթացից չխոսեցին։ Փոխարենը երկուսն էլ բարձրաձայնեցին տնտեսական կապերը զարգացնելու ցանկության մասին։ Ֆրանսիան Հայաստանի տնտեսության մեջ ամենաշատ ներդրում կատարած երկրորդ երկիրն է։ Մենք իրոք կցանկանանք, որ ֆրանսիական կապիտալն ընդլայնվի Հայաստանում, հայտարարեց Սերժ Սարգսյանը։ Այս անգամ ես եկել եմ Ֆրանսիա, որպեսզի Ֆրանսիայի նախագահ հայ ժողովրդի հետ իմ շատ լավ բարեկամ Ֆրանսուଆ Օլանդին ասեմ, որ Հայաստանը խորապես շահագրգռված է ընդլայնելու հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգը։ Շատ շնորհակալ եմ ձեր նվիրության համար եւ իհարկե շատ շնորհակալ եմ, որ ընդունեցիք իմ հրավերը 2013 թվականին պետական այցով գալ Հայաստանի Հանրապետություն։ Շատ շնորհակալ եմ։ J'aime tellement l'Arménie que je comprends l'arménien.